Եվ այսպես սիրելի հայրենակիցներ, փաստաթուղթը վերնագրված է թրիփ իրականացման շրջանակ եւ այս փաստաթուղթը ուրեմն ինչպես նաեւ նրան նախորդող այդ տեքստում էր ասվում համաձայնությունն է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ընդհանուր նկարագրով է սկսվում փաստաթուղթը, նշվում է, որ սա ըստ էության շարունակում է եւ մանրամասնում է օգոստոսի 8-ի հռչակագրով ամրապնդված սկզբունքները եւ արդեն ուրվագծում է թրիփի հիմնադրման հետագա մանրամասները եւ առաջ է մղում այն նպատակները, որոնք ամրագրված էին օգոստոսի 8-ի հռչակագրում Ուզում եմ այս հատվածը բառացի կրկին ամեն հնարավոր մեկնաբանություններից կամ այլ թյուրիմացությունից խուսափելու համար նույնիսկ բառացի մեջբերում անել Ուրեմն թրիփը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա Այնուհետև նշվում է, որ թրիփը կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ եւ կենսական օղակ ստեղծելով տրանսկասպյան առևտրային երթուղում միջազգային եւ ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար ես կարեւոր եմ համարում ուրեմն թրիփի այս մեծ ռեգիոնալ ուրեմն կոնտեքստում ներկայացումը իսկապես ինչպես բազմիցս ասել ենք թրիփը դա լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չի լոկալ նշանակության կապ չի մեծ հաշվով եթե թույլ կտակ ավելի բան փաստաթղթից շեղվելով նաև անդրադառնալ թրիփի եւ սապաշրջափակման ոգուն, հա, ես ինքս այդտեղ 3 շերտ եմ տեսնում, դա ուրեմն առաջին շերտը երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական կենտրոնական Ասիա, Եվրոպական միություն օրինակ թրիփի միջոցով, երկրորդ շերտը դա ուրեմն Նախիջևան եւ Ադրբեջան փոխկապակցվածությունն է եւ երրորդ շերտը մեծ հաշվով մեզ համար թերևս ամենակարևորը Հայաստան եւ երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով Հայաստան կենտրոնական Ասիա եւ Հայաստան արևմուտք եւ ահա այս փաստաթուղթը այս ընկալումը նորից ուրեմն արտացոլում է Այնուհետև որոշակի ուրեմն հատված ոչ կարճ հատկացված է նրան թե ինչի են ձգտում եւ ինչ օգուտներ են ունենալու մի կողմից Միացյալ Նահանգները եւ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը օրինակ ասենք նշվում է որ Հայաստանը սրանով ընդլայնելու է իր դերակատարությունը որպես տարածաշրջանային տարանցիկ եւ տնտեսական հանգույցի մեծացնելու է իր հնարավորությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու եւ այլն ընդհանուր մինչև զբաղվածություն հնարավորություններ համատեղ ձեռնարկների հնարավորություններ հայաստանյան ընկերությունների համար շատ կարևոր է որ նշվում է որ կան նախադրյալներ այս նախագծի հաջողելու համար եւ օրինակ այդ նախադրյալների թվում նշվում է որ ընդ որում երկու երկրի անունից Հայաստանն ու Միացյալ Նահանգները ընդունում են, որ թրիփի հաջողությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, որ նաեւ կախված է հաջողությունը Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային համագործակցությունից, կայունությունից եւ այլն, սա կարծում եմ կրկին շատ կարեւոր է անընդհատ հիշել եւ ընդգծել իհարկե մեզ բոլորից հուզում են նաեւ թրիփ ընկերության հենց որը պայմանական անունը կարող է այս փուլում կրել եւ տրված է այդպիսի ենթադրում եմ որ կունենա թրիփ զարգացման ընկերություն եւ փաստաթուղթը հստակեցնում է թրիփ զարգացման ընկերության հիմնադրման որոշակի պայմաններ, բաժնեմասեր, գործունեության ժամկետ եւ այլն ես մի քանիսի վրա կանգ կառնեմ այժմ
կրկին առաջին նախադասություն էս հատվածի, ուսում տեղ մի քանի տեղ բարբերաբար փաստաթղթում վերաբերելի եւ նույնիսկ եթե կուզեք ոչ այդքան վերաբերելի հատվածներում բարբերաբար ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու եւ հետո գործարկվելու են ենթակառուցվածքները Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար պահպանմամբ կարող եք ընթերցել ինքներդ եւ յուրաքանչյուր հատվածում այդ հղում այդ վստահեցումը տեսնել եւ այսպես էլի թրիփը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ, այսինքն չի լինելու թրիփ ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ ուրեմն տեղակայում, շինություն, որևէ բան, որտեղ որևէ կերպ կսահմանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը